ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, նոր աշխատանքային օրը սկսում ենք միասին եւ նաեւ միասին եզրափակում ենք աշխատանքային շաբաթը։ Հուլիսի 24-ն է այսօր 9:30 դուք միացել եք հանրայինի ուղիղ եթերին։ Բարի լույս, բարի ուրբաթ, այո, աշխատանքային շաբաթը եզրափակենք միասին, փորձենք դա անել բարձր տրամադրությամբ, հուսով ենք, որ ուրբաթ օրը լավ կընթանա եւ դրա համար մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն լավ էլ սկսի։ Տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են, ունենալու ենք ինչպես միշտ լավ երաժշտություն, կարևոր եւ զվարճալի երբեմն էլ տեղեկատվություն, լրատվական դաթար եւ իհարկե հետաքրքիր թեմա եւ հետաքրքիր հյուր։ Այնպես որ մինչև ժամը 11 մնացեք մեզ հետ, մեզ կարող եք հետևել մի քանի հարթակներում, 107.7 հաճախականությունը Երևանում, մարզերում մեր ունկնդիրները գիտեն, հաճախականությունները հանրային ռադիոյի եւ իհարկե մեր կայքում armradio.am, ինչպես նաեւ մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո, որտեղ լայվը գործարկված է։ Բոլոր հարթակներում ունենք նաև ինտերակտիվության հնարավորություն, Facebook-ում եւ կայքում կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, իսկ ավանդական ճանապարհով 553702 հեռախոսահամարով էլ կարող եք զանգահարել եւ միանալ մեզ եթերի ընթացքում։ Բարի լույս բոլորին, մենք սկսում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Մենք շարունակում ենք 9:34, հետևեք մեզ, միացեք մեզ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում, armradio.am կայքում եւ իհարկե FM հաճախականությամբ մեզ կարող եք լսել, դիտել, մեկնաբանել ու զանգահարել։
Եվ արդեն ունենք մեկնաբանություններ Սևակ Յուրի Մարկարյանը մեզ արդեն միացել է մեր Facebook-յան էջում Սևակ ջան, Վեգա ջան, բարի լույս ձեզ, բարի լույս հայացք ողջույններս ձեզ եւ ձեր լսողներին։ Շնորհակալ ենք մեզ լավ տրամադրություն եւ բովանդակալից եթերներ տրամադրելու համար։ Սրճենք միասին երեկվա եթերը ընտիրություններ աղջիկների։ Այո, երեք աղջիկներով էինք մնացել Սևակ եւ զրնգուն ձայներով զավզակում էինք ամբողջ եթերի ընթացքում։ Ուրախ ենք, որ կան մարդիկ ում դուր է եկել։ Հուսանք այսօր էլ մեզ կհետևեք, կհավանեք եւ ձեր օրինակին կհետևեն նաեւ մյուս ռադիո լսողները կգրեն մեկնաբանություններ, իսկ մենք սկսենք արդեն օրվա կարևորագույն տեղեկատվությունից, տեսնենք թե ինչ են ասում նախևառաջ օդերևութաբանները։ Իհարկե արդեն չնայած արդեն կիսվել է եւ մի բան էլ ավելի քիչ է մնացել, ավելի շատ օրեր անցել են ամառվանից, բայց կարծես թե անընդհատ կա չէ այդ տեղումների վտանգը, քամուշ գնացում եւ տեսնենք թե ինչ են ասում օդերևութաբանները։ Հանրապետության առանձին շրջաններում ելի կա անձրևի եւ ամպրոպի հավանականություն այսօր հատկապես կեսօրից հետո։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Այսօրվանից մինչև հուլիսի 28-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև ու ամպրոպ, բայց կարճատ տև։ Արարատյան դաշտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սա վերաբերում է հուլիսի 24-ից 28-ը ընկած ժամանակահատվածին։ Եվ այս պահին էլ տեսնենք ինչ ասում հեռախոսային հավելվածը։ Մեր մայրաքաղաքում 25 աստիճան տաքություն է, արևոտ եղանակ է, իսկ ցերեկը առավելագույնը կլինի 36, երեկոյան 29, իսկ գիշերը 21-ից 23 աստիճան տաքություն։ Բարեբախտաբար ավտոճանապարհների վրա տատանումները եղանակի չեն անդրադարձել Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանք անցանելի են։ Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը նույնպես ըստ Վրաստանի եւ Ռուսաստանի այն ծառայությունների բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կարծես թե մայրաքաղաքում նույնպես համեմատաբար թեթև է երթևեկությունն այսօր, Սևակ ինչ իրավիճակ է։ Այո, 6 է խցանումային նիշը արդեն սովորական դարձած, թեթև պատկեր, ինչ որ առումով դե ծանրաբեռնված փողոցները հիմնականում նրանք են, որոնք մարդկանց հոսքը, տրանսպորտը, ավտոմեքենաները բերում են դեպի կենտրոն, փոքր կենտրոն հատկապես, եւ իհարկե փոքր կենտրոնում կան խցանումներ, կան ծանրաբեռնված փողոցներ, մենք մեր ուղևորներին, վարորդներին կոչ ենք անում խցանումների րոպեները անցկացնել մեզ հետ, որպեսզի դրանք ավելի արագ ու թեթև անցնեն։ Իսակովի պողոտան է ծանրաբեռնված Երևանյան լճից սկսած դեպի հաղթանակի կամուրջ եկող հատվածը։ Ծիծեռնակաբերդի խճուղին է ծանրաբեռնված, որը հետո արդեն Բրազիլիայի հրապարակով Աթենքի փողոցով շարժվում է դեպի հաղթանակի կամուրջ։ Այստեղ գիտենք Կիևյան կամուրջը փակ է, բայց խոստացել են այն ժամկետից շուտ բացել, այնպես որ հուսանք, որ հնարավորինս շուտ այս երթևեկության կարևոր հանգույցը կգործի եւ խցանումները կթեթևանան եւ դրանով պայմանավորված Հալաբյան փողոցի սկզբնամասում կա խցանում, Մոնտեմելքոնյան փողոցի վերջնամասում է բավական ծանրաբեռնված, Բարեկամության հատվածում կա փոքրինչ ծանրաբեռնվածություն, Կոմիտասը տեղ կա, Կոմիտաս պողոտայում կա խցանումներ, գանք կենտրոն Կորյունը, որ հետո շարունակվում է Մաշտոցով ամբողջությամբ տեղ հատկապես խցանումները բավական ծանր են, Նալբանդյան փողոցում կա երթևեկության ծանրաբեռնվածություն, ինչպես նաև Սայաթ Նովան դեպի օպերային թատրոն շարժվող ուղղությունը։ Շատ չծանրաբեռնենք ձեզ, քանի որ փոքրի շատ է բարվոք է պատկերը, կարող եք նախապես այս կամ այն տեղը գնալուց առաջ դուք էլ ստուգել խցանումային քարտեզը, բայց հիշեցնեմ այս պահին 6 է խցանումային նիշը։ Ահա, տեսնենք թե օրվա փոխարժեքն այսօր ինչպիսին է ըստ կենտրոնական բանկի եւ այսպես ամերիկյան դոլարն այսօր արժե 365 դրամ եւ 95 լումա, 417 դրամ եւ 29 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 6 է, 139 դրամ եւ 31 լումա է վրացական լարին, 489 դրամ 13 լումա է բրիտանական ֆունտ ստերլինգն է, 448 դրամ 96 լումա է շվեյցարական ֆրանկը, 259 դրամ եւ 85 լումա է կանադական դոլարը,
Իներտիվ, այո, որոշեցի կարծես թե բոլորը կարդալ։ Դիրհամը 99 դրամ է 632 լումա եւ իրանական ռիալը անփոփոխ 0.026։ Սա է այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ տանից դուրս գալիս վստահաբար չի խանգարի, իսկ եւս մեկ Երևանյան երգից հետո կվերադառնանք ու կսկսենք թերթել պատմության էջերը։ Քո սրտին ամեն սերունդ սարքեն օր գումարում Եվ ամեն օրվա ծնունդիմ ու քոնն եմ համարում Քո տվածերը քեզ պիտի վերադարձնենք շարունակ Ապրելու համար լինես մայր քաղաք Քո տվածերը քեզ պիտի վերադարձնենք շարունակ Ապրելու համար լինես մայր քաղաք Շատ ապրես իմ Երևան ջերմ ու մարդամոտ Շատ ապրես որ Երևան հարազատ եմ քեզ ծանոթ Քո սրտի վար գույներով կյանքը մեր ներքո Երևանը Շատ տրվան է, սերը մեր երկով Դու պիտի խոսես մեզ հետ և օգնես հասկանալ Ինչն են կործնում անհետ, ինչն է պետք չմոռանալ Ինչ ժամանակ դուր ու մի քիչ էլ համբերիր, ասեն դարձավ Ապրելու ամենալավ մայր քաղաք Ինչ ժամանակ դուր ու մի քիչ էլ համբերիր ասեն դարձավ Ապրելու ամենալավ մայր քաղաք Շատ ապրես իմ Երևան ջերմ ու մարդամոտ Շատ ապրես որ Երևան Հարազատ եմ քեզ ծանոթ Քո սրտի վար գույներով կյանքը մեր ներքո Երևանը շատ տրվան է սերը մեր երկով Երևանը շատ տրվան է սերը մեր երկով Երևանը շատ տրվան է սերը մեր երկով Սուրճ ու սեր առավոտից Երևանի մասին երկնել լսեցինք 9:44 հիմա ժամանակն է թերթելու պատմության էջերը տեսնենք ինչով է նշանավորվում հուլիսի 24-ը ովքեր են ծնվել այսօրը եւ ինչ հետաքրքիր միջազգային ու ազգային տոներ կան Եվ բավական ուժեղ ձևով ենք սկսում, որովհետև հենց մեր օրվա թեմային էլ անդրադառնում ենք, հենց այս օրվանից էլ ոգեշնչվել ենք այսօրվա թեման, ոգեշնչված է այսօրվա թեման եւ Ֆյուրի հետ հենց այս թեմայով էլ զրուցելու ենք փաստորեն այսօր ինքնախնամքի միջազգային օրն է, մի բառ, որը տարիներ առաջ նույնիսկ չգիտեինք, բայց ուրախ եմ, որ հայտնվել է մեր բառապաշարում, որովհետև ինքդ քո մասին հոգ տանելը կարծում եմ շատ կարեւոր է, ընդ որում ոչ միայն արտաքնապ։ Այո, self-care day, այո, հաճախ սա ասոցացվում է միայն արտաքնապես, միայն
միայն կոսմետիկ միջոցների, կոսմետոլոգներին այցելելու հետ, բայց բավական լայն հասկացություն է այս ամենի մասին եթերաժամի երկրորդ հատվածում կխոսենք։ Հարուստ չէ միջազգային տոներով հուլիսի 24-ը գանք ազգային տոների ըստ այբենականի Միացյալ Նահանգներում տեսնենք ինչ կա չկա, ինչ են անում այսօրը պիոներների օրն են նշում Միացյալ Նահանգներում։ Չգիտեմ ինչու, սևակ պիոներները նույնիսկ բառը ինձ հետ միայն խորհրդային միության հետ է միշտ ասոցացվել եւ փաստորեն նահանգներում նույնպես հատուկ օր ունեն, երբ նշում են պիոներների տոնը։ Իհարկե ունեն նաեւ խմիչք, որի ազգային օրը նշում են այսօր տեկիլայի ազգային օրը, եթե չեմ ցամցա իրականում մեքսիկական ըմպելիք է, մեքսիկական խմիչք է, բայց ամեն դեպքում ամերիկացիները նույնպես նշում են։ Այսօր հին անեկդոտների ազգային օրն է Միացյալ Նահանգներում National Tell an Old Joke Day, այսինքն պատմեք հին անեկդոտներ։ Գիտես հին անեկդոտներ սևակ։ Պիտի հիշես երևի։ Կհիշեմ, հա, դե կան, հաստատ հին անեկդոտներ շատ կան։ Զարմիկների ազգային օրն է այսօր, այնպես որ եթե ունեք սիրելի զարմիկներ, մորաքրոջ որդի, հորաքրոջ կամ գուցե ձեր քրոջ որդին կամ աղջիկն են, անպայման զանգահարեք եւ շնորհավորեք նրանց։ Տեղափոխվենք այլ երկրներ, տեսնենք թե ինչ հետաքրքիր տոներ են նշում այլ երկրներում, Ճապոնիայում, այո, առողջության եւ սպորտի օրն է, կարծում եմ բավական համապատասխան է միջազգային տոնին։ Ռուսաստանում լուծվող սուրճի օրն է, նաև մոռացության օրը, սուրճը խմեք եւ մոռացեք բոլոր հոգսերի ու ցավերի մասին, կարծում եմ սա է տոնի խորհուրդը։ Իդեպ սևակը հենց լուծվող սուրճ էլ կարծես թե այսօր խմում է, այնպես որ այո, քեզ կրկնակի շնորհավոր սևակ, չէ, ներողություն, Վանուատուում երեխաների օրն է այսօր։ Իսկ Վենեսուելայում ռազմածովային նավատորմի օրը։ Այսքանով ավարտվում են ազգային տոները, հիմա գանք օրվա հոբելյարներին։ Եվ սկսենք մի շատ հնչեղ անունից, անուն, որը շատ հաճախ է հնչում մեր եթերում, նրա մասին ծննդյան տարեթվի հետ կապված։ Այո։ Մենք շատ հաճախ ենք զրուցում նրա մասին, այն օրն էլ ես ու Տիգրանն էինք եթերում նորություններ կային երկչուհու մասին պատմեցինք, էլի փայլել էր իր շքեղ տեսքով։ Այսօր Ջենիֆեր Լոպեսի երկչուհու եւ դերասանուհու ծննդյան օրն է։ Չեք հավատա, բայց 1969-ի այսօրն է ծնվել Iconic արտիստը։ Այո, 57 տարեկան է նա այսօր դառնում, բայց ընդհանրապես երբեք չես կարող գուշակել նրա տարիքը, նրա բեմական կերպարներից, նրա ակտիվությունից, նրա բարեմասնություններից, երկչուհու մասին հետաքրքիր փաստեր դեռ կձեզ կներկայացնենք, իհարկե նրա երգերից կլսենք, տեսնենք այլ ինչ հոբելյարներ կան այսօրը, գրականության էջերից ֆրանսիացի գրող, դրամատուրգ Ալեքսանդր Դյումայի հայր Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է, դե ով չգիտի Կոմս Մոնտե Քրիստոն կամ երեք հրացանակիրները, մանկության եւ պատանեկության գրողը կարծում եմ, հատկապես այն ժամանակ, երբ հեռուստատեսությունը դեռ այդքան էլ առատ չէր հետաքրքիր հաղորդումներով, հենց Դյուման եւ նրա նման գրողներն էին կարծում եմ ապահովում, այո, մեր ֆանտազիան զարգացնում։ Այսքանն է, չէ՞, կարծես թե Դե Սիմոն Բոլիվարին էլ կարող ենք ասել 1810-ից 26 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ ու հայտնի ղեկավարը, իդեպ նրա ծննդյան օրը նաև միջազգային տոն է համարվում, որովհետև միջազգային օրացույցում եւս նշված էր որպես Սիմոն Բոլիվարի օր, հատկապես Լատինական Ամերիկայի երկրներում են նշում հայտնի ղեկավարի ազդեցիկ մարտիկի օրը։ Եվ գանք նաև հայկական օրացույց։ Այո, հայկական օրացույց գանք, այստեղ մարզական աշխարհում կարևոր ծննդյան տարեդարձ ունենք հայ ֆուտբոլիստ, եթե չեմ սխալվում հիմա արդեն մարզիչ, կարծեմ Ուրարտուի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի ծննդյան օրն է այսօր, 1985-ի այսօրն է ծնվել ֆուտբոլիստը։ Եվ կարծես թե այսքանն էին հոբելյարները, մենք շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են այսօր, ամառային այս տաք արևոտ օրը, թող ձեզ համար լինի անակնկալներով եւ իհարկե գեղեցիկ ու ջերմ պահերով ու նվերներով։ Իդեպ եթե ձեր ծննդյան օրն է, կարող եք մի օր հենց դուք զանգել, ոչ թե սպասեք, որ ուրիշները զանգեն եւ շնորհավորեն։ Այո, հենց դուք էլ զանգեք, մենք ձեզ կշնորհավորենք ուղիղ եթերում։ Իսկ մինչ այդ իհարկե չեն կարող հերթական առիթը բաց թողնել եւ չվայելել լատինաամերիկյան երկարվեստի ամենավառ հիշարժան եւ էլի մեր մանկությունն ու պատանեկությունը կերտած երկչուհու ստեղծագործությունը։ Let's get loud, turn the music up.
station with the best music. Best music. I love the music. Best music. Օրվա հոբելյարին ենք լսում, միշտ շքեղ, միշտ երիտասարդ, միշտ սեքսուալ եւ միշտ շատ գրավիչ Ջենիֆեր Լոպես, եթե նոր եք մեզ միացել, այսօր երգչուհին նշում է իր ծննդյան 57-ամյակը եւ այդ առիթով նրան ենք հիմա անդրադառնալու։ Միանում ենք նաև նրա կոչին Let's Get Loud, եկեք բարձրացնենք մեր ձայները եւ ավելի բարձր ձայներով մեկնաբանություններ գրենք մեզ, ունենք նոր մեկնաբանություններ։ Բարի լույս է մաղթում մեզ իհարկե Էդիկ Բաբուջյանը, Վարդիթեր Գևորգյանը գրում է, որ իր թորնուհուն է ճանապարհել եւ սպասում է, որ հաջորդ ամռանը նորից գրկելու ակնկալիքով թող բոլորը բարով տուն դառնան հայրենիք, ասում են։ Մենք էլ ենք միանում բոլոր ողջույններին եւ կոչերին եւ մի քանի հետաքրքիր փաստ ձեզ պատմում J-Lo-ի մասին։ Դե բոլորս գիտենք, որ նա բացի երգչուհի լինելուց նաև պարուհի է եւ հենց այդտեղից էլ սկսել է իր կարիերան, աշխատել է որպես պարուհի եւ ասում են, որ այնքան էր նվիրված իր այդ գործին, նպատակին, որ երբեմն նույնիսկ քնում էր պարային ստուդիայում։ Ահա։ Նա շատ մեծ հաջողության որպես դերասանուհի հասել է հատկապես Սելինա ֆիլմից հետո, որտեղ նա մարմնավորում էր լատինամերիկյան երգչուհուն Սելենային, որը ցավոք սպանվեց երիտասարդ հասակում եւ այսպիսով նա դարձավ առաջին լատինամերիկյան դերասանուհիներից մեկը, ով ստացավ ավելի քան $1 միլիոն մեկ ֆիլմում խաղալու համար։ Հիմա սա շատ է հնչում, բայց երգչուհու կարծում եմ միայն մեկ ելույթ է արդեն այս գինը ունի, իսկ ամբողջական ֆիլմի համար սա անժամանակ հսկայական հոնորար է եղել երգչուհու համար։ Դե գիտենք նրան կարճ նաև J-Lo են անվանում եւ նրա շատ բրենդներ նաև այդպես էլ մակագրված են։ Իդեպ նա մի քանի բրենդներ ունի, ոմանք հաջողված, ոմանք չէ, դրանց շարքում կան օծանելիքներ, գեղեցկության, նորաձևության, ինչ որ պարագաներ։ Դե կարծում եմ հատկապես արևմուտքում ընդունված է, հենց հայտնիություն են ձեռք բերում այս կամ այն մարդիկ, որևէ մի ապրանքանիշ պետք է հիմնեն։ Միանգամից վերջին շրջանում դա սովորաբար հենց կոսմետիկ միջոցներն են։ Բնականաբար, ինչպես մնացած արտիստների, այնպես էլ J-Lo-ի դեպքում ուշադրությունը շատ հաճախ ավելի շատ ոչ թե նրա ստեղծագործական, այլ անձնական կյանքի վրա էր։ Նա ունեցել է տարբեր հարաբերություններ, գիտեք, Մարկ Էնթոնիի հետ նրա սերը կհիշեք, բայց ամենակննարկվածը եւ նաեւ դրամատիկը դա Ben Affleck-ի հետ հարաբերություններն են, որովհետեւ նրանք միասին էին, ամբողջ աշխարհը սիրում էր նրանց, հետո բաժանվեցին, երկար տարիներ անց նորից միացան, հետո բաժանվեցին, հետո էլի միացան եւ այս պահին նույնիսկ դժվար է հասկանալ այս պահին միասին են թե ոչ, բայց ամեն դեպքում Ջենիֆեր Լոպեսը կարողանում է մնալ այն արտիստներից, որի շուրջ քննարկումները կարծես թե երբեք չեն դադարում։ Նախորդ տարի էլ Սևակ դու հնարավորություն ունեցար ավելի մոտիկից տեսնել, բայց Սևակ մոռացել էին քննարկել մի փոքր տխուր մի փաստ, կարծես թե Ռիկի Մարտինին չեղավ հնարավորություն մոտիկից տեսնել։ Արի J-Lo-ից սկսեմ, այո, անցած տարին Հայաստան էր եկել, գիտեք, օգոստոսի սկիզբը էր եւ Վեգա միանգամից այդ միջավայրում հենց համերգը սկսվեց, հասկացար, որ միջազգային աստղի համերգ է, դժվար է բացատրել, որովհետեւ այո, մեր արտիստներն էլ են գեղեցիկ բեմական շոուով, լույսերով, չեմ ասում, որ այնպիսի բեմեր, որ օրինակ հայ արտիստները չէին կարող ունենալ, բայց այդ միջազգային արտիստի ձեռագիրը միանգամից երևաց, շատ հրաշալի եւ հաճելի էր լինել նրա համերգին եւ մի բան էլ ասեմ, հարաբերություններից է իր ասում, համացանցում նաեւ մի հայտնի խոսք է պատտվում նրանից, որ նա այսքան անգամ ամուսնացել է, այսքան boyfriend, ընկեր է ունեցել հարաբերություններ, բայց պնդում է, որ երբեք լիապես սիրված չի եղել, 57 տարեկանում նա փաստորեն դեռ իր սերն է որոնում։ Մի հետաքրքիր փաստ, որ հաճախ հիշում են համացանցում, չգիտեմ լսել ես թե չէ, 2000 թվականին նրա կանաչ զգեստը շատ հայտնի Գրեմի մրցանակաբաշխության ժամանակ այնքան մեծ հետաքրքրություն առաջացրեց, մարդիկ փորձում էին փնտրել համացանցում թե դա ինչ զգեստ է, որ Google-ը դրա հիմքի վրա ստեղծեց Google Images-ը, այսինքն նկարով ինֆորմացիա որոնելու ֆունկցիան, դա հենց Ջենիֆեր Լոպեսի շնորհիվ է եղել։ Իդեպ այդ զգեստը մինչ օրս էլ շատ այկոնիկ է համարվում եւ նույնիսկ չնայած այն բանին, որ այն վինտաժ զգեստ է, այսինքն վաղուց արտադրությունից դուրս էր եկել, բրենդը որոշել էր վերստեղծել եւ եւս մեկ անգամ թողարկել, այդքան պահանջված էր։ Այո, եւ չնայած իր համաշխարհային համբավին, նա հաճախ իրեն համարում է այն սովորական աղջիկը Jenny from the block, չէ՞։ Այո, Jenny from the block։ Սևակ, բայց մի քանի բառով էլ Ռիկի Մարտինից պատմի։ Այո, հիմա Ռիկիից խոսենք, որևէ պատճառ չկար, ասացին, որ երգչի անձնական որոշմամբ, բայց այդպես էլ ոչ մի պատճառաբանություն չեղավ։ Ախ, այդ աստղերը։ Այո, աստղային
հերթական կմահաճությունն էր, բայց դե ոչինչ։ Դե ինչ արած, Թող ոչինչ։ իրեն մնա իր Այո։ համերգը։ Մենք փոքրիկ գովազդային դադար ունենք, որից հետո կողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:59 վարկյաններանց արդեն ժամը 10-ն է մոտենում, ողջունենք Մարլենային։ Բարի լույս։ Բարի լույս Մարլենա։ Եվ միանգամից անցնենք Միանգամից, արդեն այո։ լրահոսին, ժամը 10-ի թողարկմանը միանանք ռադիոլուրի, տեսնենք ինչ նորություններ կան Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում ու հիշեցնենք, որ լուրերին կարող եք ծանոթանալ նաեւ armradio.am կայքում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ժամագլխի հանրայինի ուղիղ եթերում։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիոլուրն է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում երեկ հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Արտգործնախարարությունից փոխանցում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան, քննարկել դրա հետագա խորացման ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնման եւ խորացման հարցերին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։ Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Պապոյանը երեկ այցելել է Արարատի ցեմենտի գործարան։ Նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել է արտադրական գործընթացին, արկա հզորություններին եւ աշխատանքային ընթացքին։ Շրջայցի ընթացքում Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է Էկոնոմիկայի նախարարության կառավարմանը եւ նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանը աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան եւ արդյունավետ։ Նրա խոսքով այս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։ Տարածաշրջանին անդրադառնանք Ռուսաստանում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել Wildberries Սարցանց առևտրի ընկերության պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի եւ Տվերի մարզերից, ինչպես նաեւ Ղրիմից։ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում այրվել է Wildberries-ի խոշոր պահեստներից մեկը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով 3 մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրել են նաև Տվերի եւ Սիմֆերոպոլի Wildberries-ների կենտրոններին հասցված հարվածների մասին։ Սիմֆերոպոլում աշխատակիցները տարհանվել են։ Wildberries-ի պահեստները վերջին օրերին արդեն մի քանի անգամ հարձակման են ենթարկվել։ Հուլիսի 18-ին Մոսկվայի եւ Տամբովի մարզերում ընկերության 2 պահեստների վրա հարձակման հետևանքով 8 մարդ էր զոհվել, մոտ 50-ը վիրավորվել էր։ Վրաստանում անցած գիշեր ամբողջ երկրում վթարային հոսանքազրկում է եղել հուլիսի 24-ին տեղական ժամանակով կեսգիշերից 10 րոպե անց էլեկտրամատակարարումը 1 ժամով ընդհատվել է երկրի ամբողջ տարածքում, հայտնել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգի ներկայացուցիչը։ Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել է, որ էլեկտրամատակարարումը աստիճանաբար վերականգնվում է։ Հոսանքազրկման պատճառով դադարել է նաև ջրամատակարարման պոմպակայանների աշխատանքը։ Սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել,
ստացվել, թե վթարի պատճառը Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարն է, սակայն Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հերքել է պնդումները, խոստանալով առաջիկայում ներկայացնել պարզաբանում։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են նախագահ Թրամփի կուսակից հանրապետականները, հավանություն է տվել օրինագծին, որը նախագահին հրահանգում է դադարեցնել Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները Իրանի դեմ։ 214-208 ձայների հարաբերակցությամբ ընդունված փաստաթղթին դեմոկրատներից բացի կողմ է քվեարկել 4 հանրապետական։ Նախաձեռնությունը սակայն հիմնականում խորհրդանշական է, վերջին ամիսներին օրենսդիրները բազմիցս են նմանատիպ բանաձևեր ընդունել, բայց դրանք չեն կանգնեցրել փետրվարի վերջից սկսած պատերազմը, այն հիշեցնենք վերջին շաբաթների ընթացքում կրկին սաստկացել է։ Վերադառնալով մեր իրադարձություններին ներկայացնենք ոստիկանության հաղորդագրությունը։ Հայաստանում ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին ոստիկանություն ստացված հաղորդումները այս տարի 78-ով ավելացել են։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանություն ստացվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումների թիվը 78-ով ավելացել է, հայտնում են ոստիկանությունից, բայց չեն շտապում թվի ավելացումը կապել հանցագործության թվի ավելացման հետ։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են ոստիկանություն վստահ լինելով, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքները առավել քան պաշտպանված։ Եվ վերջին լուրը մարզաշխարհից է, UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումներում Երևանի Նոա եւ Ալաշկերտ ակումբները ոչ ոքի են խաղացել, Փյունիկը պարտություն է կրել։ Քիշնևում Զիմբրու Նոա խաղը ավարտվել է 1-1 հաշվով, նույն արդյունքը գրանցվել է Երևանում Ալաշկերտի եւ ռումինական Կլուժի հանդիպմանը։ Փյունիկը մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է հունգարական Դեբրեցենին։ Պատասխան հանդիպումները անցկացվելու են հուլիսի 30-ին։ Լրատվությանը հատկացված ժամանակը սպառված է, լրատվականը հետևելու է իրադարձությունների զարգացմանը եւ պարբերաբար ձեր ուշադրությանն է ներկայացնելու թարմ տեղեկատվություն լուրերի հաջորդ թողարկումը ժամը 11-ին է, ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ayer los dos soñábamos con un mundo perfecto. Ayer a nuestros labios les sobraban las palabras, porque en los ojos nos espiábamos el alma y la verdad no vacilaba en tu mirada. Ayer nos prometimos conquistar el mundo entero. Ayer tú me juraste que este amor sería eterno, porque una vez equivocarse es suficiente para aprender lo que es amar sinceramente. ¿Qué hiciste? Hoy destruiste con tu orgullo la esperanza. Hoy empañaste con tu furia mi mirada. Borraste toda nuestra historia con tu rabia y confundiste tanto amor que te entregaba con un permiso para así romperme el alma. ¿Qué
Mañana que amanezca un día nuevo en mi universo, mañana no veré tu nombre escrito entre mis versos, no escucharé palabras de arrepentimiento, ignoraré sin pena tu remordimiento. Mañana olvidaré que ayer yo fui tu fiel amante. Mañana ni siquiera habrá razones para odiarte. Yo borraré todos tus sueños de mis sueños, que el viento arrastre para siempre tus recuerdos. ¿Qué hiciste? Nos obligaste a destruir las madrugadas y nuestras noches las borraron tus palabras. Mis ilusiones acabaron con tus falsas. Se te olvidó que era el amor lo que importaba y con tus manos derrumbaste nuestra casa. Y confundiste tanto amor que te entregaba con un permiso para así romperme el alma. ¿Qué hiciste? Nos obligaste a destruir las madrugadas y nuestras noches las borraron tus palabras. Mis ilusiones acabaron con tus falsas. Se te olvidó que era el amor lo que importaba y con tus manos derrumbaste nuestra casa. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 10-ը եթերաժամի երկրորդ հատվածը սկսված է, բարի լույս բոլորին, ովքեր միացել են մեզ, ովքեր ինձ 30-ից են մեզ հետևում, շնորհակալ ենք, եւ մինչեւ ժամը 11-ը կլինենք ուղիղ եթերում, մեր տարբեր հարթակներում, եւ ուրախ կլինենք, եթե դուք էլ մեզ միանաք։ Բարի լույս ենք մաղթում եւս մեկ անգամ, տաղավարում շարունակում են աշխատել Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, այո ժամը 10:11, նոր մեկնաբանություն ունենք, Ստյուպ Վարդանյանն է մեզ միացել մեր Facebook-յան էջում եւ բարի լույս է մաղթում, եւ ինչպես Սևակը արդեն եթերաժամի սկզբում ասած, այսօր ինքնախնամքի միջազգային օրն է եւ այդ թեմայով իհարկե այսօր նաեւ հյուր ենք ունենալու։ Ովքեր նոր արթնացել եւ միանգամից միացել են մեզ, ուղղակի հիշեցնենք, օրը ուրբաթ է, հուլիսի 24-ն է, աշխատանքային շաբաթն ավարտվում է եւ ցավով արձանագրենք հուլիս ամիսն էլ, հա, կարելի ասել ավարտվում է, ուղիղ 1 շաբաթ մնաց այս ամսվա ավարտին եւ նաեւ աշխատավարձին եւ արձակուրդայիններին, որովհետեւ շատերը հենց օգոստոսին էլ պլանավորել են մեկնել արձակուրդի, մենք կլինենք եթերում, ձեզ հետ կանցկացնենք ամառային այս օրերը եւ ուրախ կլինենք լսելու նաեւ ձեր արձակուրդային պլանները։ Ի վերջո հանգիստը նույնպես ինքնախնամքի շատ կարևոր մաս է, մենք այս մասին նույնիսկ եթեր ենք ունեցել, երբ հոգեբանը խորհուրդ էր տալիս, որ անպայման պետք է հանգստանալ։ Այս օրը նշվում է կոչ անելով կարևորել սեփական առողջությունը, հանգիստը եւ ֆիզիկական ու մտավոր վերականգնումը ամեն օր։ Ինքնախնամքին նույնիսկ ուղղություններ են սահմանված, սեված դա ֆիզիկական հոգացությունն է, քնի ռեժիմի կարգավորում եւ լիարժեք հանգիստ, առողջ ծնունդ եւ ջրային հաշվեկշիռ, մարմնամարզություն, զբոսանք մաքուր օգին եւ իհարկե կա նաեւ հոգեկան եւ զգացմունքային հանգիստը, ստրեսի նվազեցում, մեդիտացիա, ոմանց դեպքում եթե սիրում եք այդ կերպ հանգստանալ, սիրելի զբաղմունքներով կամ հոբիով ժամանակի անցկացնում, շրջապատի մաքրում ավելորդ կամ ճնշող ինֆորմացիայից, որովհետեւ Այդ տեսակ, որ միայն կոսմետիկ միջոցների մասին չէ ինքնախնամքը, դա հոգու, մարմնի ներդաշնակություն է, օրվա խորհրդանիշը 24/7-ն է, այն հիշեցնում է, որ սեփական առողջություն
առողջության եւ բարեկեցության մասին հոգատարությունը մեկ օրվա նախաձեռնություն չէ, այլ ամենօրյա ընտրություն։ Օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Մենք պետք է հոգտանենք մեր մարմնի, մեր հոգու, մտքի համար, որովհետեւ այս մեր խեղճ օրգանիզմը մեր ձեռքը ինչեր ասես որ չի տեսնում։ Այո։ Եվ մեր այն օրգանիզմի այն հատվածը, այն օրգանը, որը կարծես թե ամենաշատն է տուժում ստրեսից, ինքնախնամքի բացակայությունից, եթե արտաքին իմաստն ենք խոսում, դա սովորաբար հենց մեր մաշկն է, որովհետև շատերս մաշկի խնամքին լուրջ չենք վերաբերվում, եթե նույնիսկ ինչ-որ բան անում ենք շատ հաճախ սխալ ենք անում, մինչդեռ սա նույնպես իհարկե կարևոր մի մաս է, եւ հենց այս թեմայով րոպեներ անց զրուցելու ենք մեր հյուրի հետ, մեր տաղավարում կլինի էսթետիկ բժշկական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժիշկ մաշկաբան Գայանե Եղիազարյանը, եւս մի երգ, որի ընթացքում մենք կդիմավորենք մեր հյուրին։ You away, just pick the place and I'll pay. This time let's do it my way. Moscow or Yerevan, London and Rome are fun. Let's choose the place number one. Roma canta di notte, pasta e pizza cotte, nuova lingua dotte. Paris est la ville de l'amour, écoute juste Aznavour. Oh là là, oui et bonjour. Oh là là. Just this one life, just this one life, oh we got. Let's get close and fall in one night. You are the queen of this flight. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Let's post on Instagram, you look, new place and new glam, right from the Notre Dame. Oh non, merci. Ночи Москвы как ток, ты мой каприз и мой шок, мой джаз, мой поп, мой рок. Երևանում երկուսով, հենց արավոտ բարլուսով, կշենք մենք երուտ մասով. Let's wrap it all into real, don't hide the joy that you feel. Our love is such a good deal. All we got is just this one life, just this one life, all we got. Let's get close and fall in one night. You are the queen of this flight. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. That's real music. Listen to real music and dance with this rhythm, guys. Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ ինչպես նշեցինք բազմիցս ինքնախնամքի կարևոր մաս է կազմում նաեւ ինքդ քեզ արտակնապես նույնպես խնամելը, բայց երբեմն ամենաճիշտ խնամքը դա մասնագետին վստահելն է եւ ինքնագործունեությամբ չզբաղվելը, հատկապես երբ խոսքը, չգիտեմ, ինչ որ պրոբլեմատիկ ուղղությունների մասին է մեր օրգանիզմի կամ երբ խնդիր ենք ունենում, լավագույն խնամքը ինքդ քեզ համար ոչինչ չափսոսելը եւ մասնագետին դիմելն է եւ սիրով
ներկայացնեմ եւս մեկ անգամ մեր հյուրին, ST Life Aesthetic բժշկական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ Գայանե Եղիազարյանն է մեր հյուրը, բարի լույս Գայանե։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար, միասին ասացինք, ձեր դեպքում հատկապես մեզ հետաքրքիր է օրը ինչպես եք սկսում եւ որն եք համարում ճիշտ սկսելու բանաձևը, դա հոգու, մարմնի, մեր հանգստության համար ինչպես սկսել օրը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ միշտ հաճելի է գտնվել ձեր տաղավարում։ Օրը սկսում եմ առողջ ապրելակերպին հետևելով։ Իմիջիայլոց վերջերս ավելի եմ ուշադրություն դարձնում դրան, նախ անպայման, չգիտեմ ինչու այդպես է ստացվում, երաժշտություն եմ միացնում։ Դա արդեն լավ տրամադրություն է տալիս, լավ էմոցիաներ, սկսում եմ նախաճաշով, մի փոքր նախաճաշում եմ, առաջ օրինակ, ինչպես բոլոր հայերն են անում, անցնում էի սուրճի, բայց հիմա անպայման նախաճաշում եմ, ընդ որում ուշադրություն եմ դարձնում ճիշտ սնունդին, առանց շաքար, այսպես ասած առանց ալյուր, եւ հետո սուրճս խմում եմ եւ պատրաստվում եմ աշխատանքի։ Ահա, շատ ճիշտ եւ լավ օրվա սկիզբ։ Հետաքրքիր է մինչև մասնագիտական խորհուրդներին անցնելը, հետաքրքիր է նաև թե ձեր մասնագիտական կոնկրետ ուղղվածությունը ինչպես է կընտրել ուղղությունը։ Փոքրուց սիրել եմ նախ բժշկի մասնագիտությունը, շատ էի սիրում օգնել բոլորին, նույնիսկ փոքր տարիքում այսպես սիրում էի վիրակապներ անել, տան անդամներին ինչ-որ բաներ դնում, անպայման ներարկումներ, նույնիսկ փորձեր կար շատ փոքր տարիքում, 6-7 տարեկանում հիշում եմ գործերի վրա ինչ-որ վիրահատական բաներ էին փորձում անել այդպես։ Մենք ցավոք բժշկության տարբեր ոլորտներում, երբ առողջական խնդիրներ ենք ունենում, շատ հայկական էլի մի տարբերակ կա, ժողովրդական լեզվով ասած, մինչև դանակը ոսկորին չի հասնում, սովորություն չունենք բժշկի դիմելու, հետաքրքիր է մաշկի դեպքում, որ դեպքում է ժամանակ կա դիմելու մաշկաբանին, երբ հասկանալ, որ այ պետք է։ Գիտեք, դանակը ոսկորին հասնելը, այո, մեր ազգին այսպես շատ բնորոշ է, որովհետև չգիտեմ ինչու թողնում են ամեն ինչ վերջում։ Եվ մի փոքր նախ անցնեմ նրան, որի մասնագիտությունը ընտրելիս, քանի որ մաշկաբանություն եւ կոսմետոլոգիա ինձ թվում է, որ դա շատ կանացի մասնագիտություն է եւ հենց դա էլ ինձ գրավել է եւ այսօր մեր կանայք, երբ որ դիմում են մեզ, միշտ տեսնում եմ, որ շատ են ուշացնում, բայց անընդհատ ես իրենց հետ խոսելիս ասում եմ, որ շատ կարևոր է, որ մարդ ինքն իրեն ուշադրություն դարձնի, սիրի ինքն իրեն առաջինը, որտեվ եթե մարդ ինքն իրեն չի սիրում, ոչ ոք չի սիրի, հավատացեք այդպես է, եւ չնայած որ հայկինը առաջնային ընտանիքը, երեխաները, չէ, ավելի ուշադրություն է դարձնում դրանց, բայց շատ կարևոր է, որ այդ կանացիությունը չկորցնեն։ Իսկ դրա համար պետք է ի սկզբանե ուշադրություն դարձնել դրան։ Քանի որ ծերացման process-ը ֆիզիոլոգիական process է եւ դա անխուսափելի է։ Ուղղակի կարելի է անել ամեն ինչ ճիշտ ժամանակին եւ ծերանալ գեղեցիկ։ Այդքանը։ Ահա, դեռ պետք է երիտասարդ տարիքից մտածել այդ ամենի մասին։ Այո, քանի որ ծերացման process-ը 25 տարեկանից արդեն սկսում է, պետք է հենց այդ տարիքից ուշադիր լինել։ Սկզբնական շրջանում ավելի երիտասարդ տարիքում խնամքի միջոցներին ուշադրություն դարձնել, իհարկե դրանք էլ պետք է անել ավելի պրոֆեսիոնալ մակարդակով, ոչ թե հարևան ընկերուհին սա ասած սա լավ է։ Հիմա էլ բլոգերները մի բան տեսնում ենք ու վազում առնում ենք։ Այո, դա երբեմն ի վնաս իրենց է լինում, քանի որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, այնտեղ տվյալ նյութերի պարունակությունը, հա, կոսմետոլոգիական այդ կոսմետիկայի մեջ պարունակող նյութերը երբեմն վատ ազդեցություն են ունենում եւ բերում են բազմաթիվ մաշկաբանական խնդիրների։ Այնպես որ դա էլ խնամքն էլ ընտրելիս պետք է դիմել մասնագետի։ Եվ հետո արդեն, քանի որ այդ խնամքի միջոցները ինչ որ մի տարիքից հետո այլևս չեն օգնում, քանի որ դրանք լիարժեք չեն կարողանում ներծծվել մաշկի խորը շերտել, իսկ ծերացման process-ը 35 տարեկանից հետո ավելի խորը բնույթ ունի, ավելի խորը
process է եւ դա կանխելու համար ավելի խորը միջամտություններ են անհրաժեշտ։ Մանր կնճիրներ են կարծես թե ավելի վաղ առաջանում, չէ, եթե չեմ սխալվում, արդեն 30-ից հետո կարծես թե բախվում ենք մանր կնճիրների խնդրին, թե դա ավելի ուշ է եւ այս դեպքում ինչ լուծումներ կան։ Ընդհանրապես կնճիրների առաջացումը դա շատ գործոններից է կախված, նայած թե ինչ ազդեցություններ արտաքին գործոններ են ազդում մաշկի վրա։ Եվ եթե ճիշտ խնամք իրագործվի, ապա այդ կնճիրների առաջացումը կկանխվի։ Ահա։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Քանի դեռ կնճիրները միմիկ են, հա, շատ ավելի հեշտ է դրանք վերացնել, հղկել եւ այլն, բայց երբ դրանք վերածվում են ստատիկ կնճիրների, արդեն շատ ավելի բարդ է։ Եվ պետք է անցնել ներարկումային միջամտությունների եւ ապարատային միջամտությունների, մի խոսքով շատ ավելի լավ է կանխարգելել։ Ինչ սխալներ ենք հիմնականում հատկապես մենք Հայաստանում անում, օրինակ դե գիտեմ, որ քանի որ ես ինքս էլ շատ հաճախ այդ սխալներից չեմ խուսափում, շատ հաճախ պարզապես ոչ թե մաշկի խնդիրն ենք լուծում, այլ փորձում ենք քողարկել, ծածկել։ Խնդիրը կա, հաստոնայինի շերտը քսում ենք, հաճախ ավելի խորացնում ենք, չէ, առաջացած խնդիրը, բայց բացի դրանից ինչ սխալներ ենք հաճախ անում, որոնցից խորհուրդ կտակ խուսափել։ Ամենամեծ սխալները որոնք են մաշկի խնամքի հետ կապված։ Տեսեք, մաշկը խնամելիս շատ կարևոր է իմանալ մաշկի տեսակը եւ ծերացման մորֆոտիպը։ Դա շատ մասնագիտական է։ Եվ ցանկացած միջամտություն ընտրելիս շատ կարևոր է հենց դրանք հաշվի առնել, այսինքն մաշկի տեսակը, չոր մաշկին ինչ կարելի է անել, ինչպիսի ներարկումներ, ինչպիսի ապարատներ, ճարպոտ մաշկին, ինչպիսի ծերացման մորֆոտիպը, օրինակ մանր հենց կնճռոտ մորֆոտիպի դեպքում ինչ միջամտություններ են կարելի եւ երբեմն սխալ ընտրությունը բերում է ավելի process-ի խորացման։ Եվ դա ուղղակի հետո վերականգնելը շատ դժվար է լինում։ Այնպես որ ես միշտ ասում եմ գովազդի զոհ չդառնաք, որտեվ շատ է պատահում աշխատանքի ընթացքում գալիս են եւ ասում են լսել ենք բժշկուհի ջան, այս պրեպարատը շատ լավն է, կնճիրների համար է, ուզում եմ սա ներարկեք ինձ։ Ասում եմ իսկ ով է դες ասել, դե ընկերուհիս արել էր եւ շատ գոհ էր։ Ասում եմ իսկ ձեր ընկերուհին ինչպիսի մորֆոտիպ ուներ, հա, կամ ինչպիսի մաշկի տեսակ ուներ, քանի տարեկան էր։ Ասում են զարմացած նայում են հայացքից, ասում եմ եկեք ես ընտրեմ ձեզ համար ինչ է կարելի, քանի որ ծերացման process-ը պետք է այդ երիտասարդացման ավելի շատ, հա, պահպանումը պետք է վարել։ Դա մեկ միջամտությունով չէ, դա մեկ օրում չէ, եթե ուզում եք 50 տարեկանում ունենալ, օրինակ 40-35 տարեկանի տեսք, ապա դրանով պետք է զբաղվել 35 տարեկանից եւ բժիշկը պետք է վարի այդ process-ը, այսինքն տարիքին համապատասխան ներարկի այն, ինչ անհրաժեշտ է հենց այդ տարիքի համար։ Եվ եթե գովազդին նայենք եւ այս ապարատը այսօր շատ արդիական է, գնում են 30 տարեկանում, անում են օրինակ 50 տարեկանի համար անհրաժեշտ կամ ցուցված միջամտություն եւ իսկ ինչ անել 50 տարեկանում։ Այդ դա է, որ շատ ուշադրության կարիք կա, որպեսզի եւ բուժառուները եւ բժիշկները դրան ուշադիր լինեն։ Եվ նյութերին, եւ տարիքին, եւ խնդիրներին մարդկանց ուղղակի չվերցնել եւ չներարկել այն, ինչ այսօր շուկայում գովազդվում է։ Ինչ խնդիրներով են ամենաշատը ձեզ դիմում, բացի իհարկե այդ ծերացման process-ը դանդաղեցնելուց, հաշվի առնելով այն, որ հատկապես վերջին տարիներին շատ են խոսում, որ օդն է աղտոտված, նկատում եմ, որ օրինակ իմ շրջապատում էլ այո, շատերի մոտ, որ նախկինում խնդիր չեն ունեցել, օրինակ ակնե է առաջանում, ինչ խնդիրներ են ամենաշատը մաշկի հետ կապված տարածված Հայաստանում։ Հիմնականում երիտասարդների մոտ այդ ակնեի արկայությունն է, դա նույնպես, քանի որ ակնեն ինքը քրոնիկ մաշկային հիվանդություն է, այն երկարաժամկետ, հետևողական բուժում է պահանջում եւ երիտասարդները ավելի շատ բողոքում են դրանից։ Եվ ինչ խոսք, այս հենց կոսմետիկայի կիրառումը
նույնպես սխալ կիրառումը երբեմն գրգռում է այդ վիճակը, ուստի շատ խորացված ձևով արդեն հասնում են մեզ մոտ։ Ահա։ Լուրջ խնդիրների դեպքում։ Այո, Մենք, եւ ահա, շարունակեք։ ներողություն, Ահա։ եւ շատ այսօր արդիական է մազաթափությունը։ Շատ արդիական է մազաթափությունը, դա նույնպես դանակը ոսկորին հասնելու այդ հենց պահն է, որ տեսնում են արդեն ճաղատանում են, նոր են դիմում բժշկի։ Իսկ մազաթափությունը դա ուղղակի արտաքինից մազերի կորուստը չէ, դա ավելի շատ խորը process է եւ այստեղ շատ ավելի թաքնված են խորը խնդիրներ։ Երբեմն դիմելիս ասում են բժշկի ջան, այսպես չէր, գիտեք, այս 10 տարի այսպես թափվել է եւ հիմա եմ դժգոհում։ Ասում եմ, իսկ ինչ եղավ, որ հիմա դիմեցիք։ 10 տարի չէիք դիմել, էլի մի 10 տարի չդիմեք, ասում եք դե երկու ամսից հարցանիք սա։ Իրենց թվում է դա այդ խնդիրը երկու ամսից պիտի լուծվի։ լուծել, այո, այս ամենը այն բանի մասին է խոսում, որ հնարավորինս շուտ պետք է մասնագետի դիմել։ Մենք կարծես գովազդային փոքրիկ դադար ունենք, այժմ լսենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք զրույցը ինքնախնամքի վերաբերյալ մեր հյուրի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ Վերադարձանք տաղավար, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Գայանե Եղիազարյանի հետ, բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ եւ Գայանե խոսում էինք այն մասին, որ շատ հաճախ ուշացնում ենք մասնագետի դիմելը, խնամքն ենք ուշացնում, բայց կարծես թե երբ խոսքը դեկորատիվ կոսմետիկային է վերաբերում եւ կոսմետիկ միջոցներին, շրթներ, տոնային եւ այլն, շատ հաճախ էլ մեր սերունդում ինձ մոտ համենայն դեպս տպավորություն է, որ շատ շուտ են սկսում։ Ես հիշում եմ, որ երբ մենք էինք դպրոցական, մեզ թույլ չէին տալիս վստահեցնելով, որ դա մաշկի փչացնելու process-ը կարագացնի եւ օրինակ, չգիտեմ, ծանր տոնայինները վատ ազդեցություն կունենան։ Մինչդեռ հիմա տեսնում եմ, որ կարծես թե շատ ավելի շուտ են սկսում շպարվել, դիմահարդարվել։ Արդյոք սա միֆ է, թե իրականում էլ որքան ավելի ուշ սկսենք այդ կոսմետիկ միջոցները օգտագործելը մեր երեխաների համար, այնքան ավելի լավ կլինի եւ առհասարակ դեկորատիվ կոսմետիկան մի կողմ, մաշկի խնամքը որ տարիքից է պետք սկսել։ Ես ասացի, որ ընդհանրապես հենց այսինքն դեռահասության տարիքից արդեն պետք է ճիշտ խնամել մաշկը, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Հենց ակնեի, որ երբ սկսում է այդ հորմոնալ բալանսը կարգավորվել իրենց մոտ, հենց այդ շրջանում էլ սկսում է ակնեն եւ շատ անգամ հենց սխալ խնամքը, այդ տոնային քսուկները եւ այդ տարիքում մի քիչ ուզում են ավելի գեղեցիկ Երևան եւ իրենց թվում է թե շպարի միջոցները ինչքան շատ օգտագործել, այնքան գեղեցիկ տեսք ունենան, չարաշահում են եւ դա բերում է հետագայում խնդիրների։ Պետք է միշտ խնամել, բայց ճիշտ խնամել։ Եվ այստեղ ես միշտ ասում եմ, որ այդ ընտրությունը ի սկզբանե պետք է մայրերն էլ շատ իրենց երեխաներին ուշադիր լինել եւ փորձեն բացատրող։ Իհարկե այդ տարիքում մի քիչ չեն լսում մամաներին, բայց լավ կլինի, որ ճիշտ գոնե մասնագետի մոտ տանեն, որպեսզի ճիշտ ուղղություն ցույց տան։ Եվ մազերի հետ կապված հիմա սկսել են այդ հարթեցնելը մազերի տարբեր տեսակի մեխանիկական վնասվածքներ են հասնում եւ հավատացեք 15-16 տարեկան երեխաները արդեն ունեն լուրջ մազաթափչյան խնդիրներ։ Օրինակ տրակցիոն ալոպեցիայի մասին է խոսքս եւ մազերը շատ պինդ կապում են, վարսակալների կիրառումը, մազերը ավելացնում են, էքստենշնները, հա, այսպես ասում են, եւ գանգրացնելը կամ հարթեցնելը դրանք բոլորը քիմիական նյութերի ազդեցության տակ են եւ անդարձ կորցնում են մազերը։ Այսինքն ցանկացած դեպքում ինձ երբեմն հարցնում են, ասում են, օրինակ դուք ինչ եք կիրառել բժշկոյի այսքան տարիների ընթացքում, ինչ եք օգտագործել, ձեր մաշկը լավ տեսք ունի, ասում եմ, ամեն ինչ ժամանակին եւ չափավոր։ Եվ այդպես էլ պետք է լինի, այսինքն ժամանակին սկսել, տարիքի համապատասխան
նյութեր օգտագործել եւ չափի մեջ։ Ես հիշեցի բժիշկ, որ երբ ես էի դեռահասության տարիքում, հիմա շատերը կսարսափեն, մեր օրյա երիտասարդները, իմ տարիքակիցներն էլ կհիշեն, մենք նույնիսկ հիմարաբար նույնիսկ հագուստի հարթուկով էինք մեր մազերը հարթուկում, հիշում եմ, իջնում էինք այդպես գետնին ու այն ժամանակ դեռ չէինք հասկանում, թե որքան շատ ենք մեզ վնասում, այնպես որ իսկապես դեռահասության տարիքում ինչ ասես, որ չենք անում մեր մաշկի եւ մազերի հետ, չհասկանալով, որ հետագայում իրականում, եթե մաշկը լավը չէ եւ մաշկին ճիշտ չես հետևել, ուզում ես ամենաթանկարժեք տոնային օգտագործիր, միևնույն է, այն տեսքը չի ունենա, ինչ առողջ մաշկի դեպքում է լինում եւ առողջ մաշկի դեպքում ենք ունենում։ Մի հարց էլ ես տամ, ինչ կասեք տղամարդկանց մասին, խնդիրները այս դեպքում էլ կան, դե բնականաբար ավելի շատ չեն դիմում տղամարդիկ, դե նաև շատ կոսմետիկ միջոցներ չեն օգտագործում, որոնք կվնասեն մաշկը, բայց նույն մազաթափություն եւ մաշկի խնդիրները բնականաբար արական սեռին եւս չեն շրջանցում։ Կան պացիենտներ, որոնք դիմում են ձեզ։ Այո, իհարկե, իմիջայլոց ասեմ, որ հիմա տղամարդիկ էլ են սկսել դիմել մեզ, քանի որ, այո, հասել է այն գիտակցությունը, հա, տղամարդկանց մոտ, որ օրինակ բոտուլինոթերապիան, որը կանխում է խորը կնճիռների առաջացումը, ոչ միայն այսպես էսթետիկ է եւ կանանց համար է, այլ նաև տղամարդկանց համար, քանի որ տղամարդիկ էլ ունենում են խորը կնճիռներ, տղամարդիկ էլ ունեն միմիկա եւ կանխելու համար պետք է կատարել այդ միջամտությունները եւ տեսնում եմ տենդենս, որ սկսել են դիմել, բայց ավելի հաճախ տղամարդիկ դիմում են հենց մազաթափության համար եւ թելոգենային եւ անդրոգենային, որը ժառանգական է եւ հորմոն կախյալ։ Բայց փառք Աստծո, որ մենք դրա լուծումներ ունենք եւ մեր կլինիկան այսպես մասնագիտացված է մազաթափության, բնագավառում ունենք ֆիզիոթերապևտիկ միջոցներ, ունենք ամեն տեսակի ներարկու, ինչ որ արդիական է, ինչ որ ժամանակակից է եւ ամենավերջում նույնիսկ ճաղատների համար ունենք լուծում մազերի փոխպատվաստում։ Ինչպես նաև հոնքերի, դա չմոռանամ ասել, կանանց եւ տղամարդկանց համար ունենք հոնքերի փոխպատվաստում, որը բավականին այսպես նոր ուժ թափ է առել այս վերջին Ես չէի լսել, որ նման բան կա, շատ հետաքրքիր է։ Այո, քանի որ կանայք շատ են ունենում հենց այդ խնդիրը տարիների ընթացքում, հոնքերը հանելով, ձև տալով, իրենց թվում է միշտ երիտասարդ են մնալու, միշտ մազերը աճելու է եւ փաստի առաջ են կանգնում, չունեն հոնքեր, սկսում են դաջվածքներ անել, հա, եւ հետո շատ տկեղ տեսք է ստանում այդ տատուն, քանի որ անդադ պետք է կրկնել եւ ամեն մասնագետ իր ձեռագիրն է թողնում դեմքի վրա եւ գալիս են, այս վերջերս մի 60 տարեկան կին էր եկել եւ ուղակի խնդրում էր, բժշկու ջան, խնդրում եմ, ես հոնքերս ուզում եմ վերադարձնել, ամեն ինչ կանեմ, ասում եմ, բայց հասկանում եք, դուք բավականին շատ սպիտակ մազ ունեք հիմա եւ դա դժվար է, ասում է, ինչ ուզում եք արեք, վերադարձրեք իմ հոնքերը, այսինքն փառք Աստծո, որ հիմա ունենք այդ լուծումը, հա, եւ բավականին կարեւոր է կնոջ դեմքի վրա հոնքերը։ Եվ տղամարդկանց։ Այո, իհարկե։ Մի խնդիր էլ իմ կարծիքով կա հիմա երիտասարդների շրջանում, ինչպես նշեցի, շատ ենք հետևում տարբեր ինֆլուենսերների, միջազգային ինֆլուենսերների, հիմա ամեն ինչ շատ ավելի հասանելի է, նույնիսկ եթե ինչ-որ խնամքի միջոց տեսնում ես ինչ-որ ամերիկացի բլոգերի մոտ, եթե նախկինում հասանելիություն չունեինք, հիմա արագ մտնում ես համացանց, պատվիրում ես, գալիս է, եւ նախ շատ հաճախ ոգեշնչվում ենք, ինչ որ բան, ինչ որ մեկին համապատասխանել է, պատվիրում ենք, եւ բացի դրանից հաճախ այդ մաշկի խնամքը, ինքդ քեզ քո մասին հոգ տանելը շատ բարդ ու երկար process է լինում։ Թվում է, որ նա օգտագործում է սա, նա, այսինքն ընդհանուր տեսնում ես, որ այս մարդու խնամքը կազմում է 10-11 կետ եւ տպավորություն է, որ դե ես այսքան ոչ ֆինանս կներդնեմ, ոչ ժամանակ ունեմ այսքան, արդյոք իսկապես մաշկի խնամքը պետք է այսքան բարդ եւ փուլային լինի, թե ճիշտ մասնագետի ուղղորդման դեպքում մենք կարող ենք գոնե մինիմալ պայմաններում էլ եւ մինիմալ միջոցներով էլ ունենալ նորմալ մաշկ։ Տեսեք, այստեղ նորից պետք է ասեմ, որ ամեն ինչ չափի մեջ է ճիշտ, քանի որ չափից ավելի, երբ որ օգտագործում են այդ նյութերը, ճիշտ եւ սխալ, դա նույնպես բերում է մաշկի գրգռման, ավելորդ դարձնում է զգայուն մաշկը եւ ավելի շատ է արտաքին այդ գործոնները ընդունում իր վրա։ Եվ այդ պատճառով պետք չէ մտածել, որ ինչքան թանկարժեք կամ ինչքան շատ նյութեր
քիչեր օգտագործեն, այնքան իրենց մաշկը կլինի խնամված եւ միշտ երիտասարդ։ Այդպես չէ ընդհանրապես, ուղղակի պետք է կիրառել հենց մաշկի համար անհրաժեշտ մի քանի կարևոր նյութեր։ Առաջինը ճիշտ լվանալ մաշկը, երկրորդը ճիշտ խոնավեցնել մաշկը, որտեղ խոնավացնելը այսօր շատ կարևոր է, որտեղ բոլոր ֆիզիոլոգիական process-ները խոնավության միջավայրում պետք է ավելի լավ են իրականանում եւ հենց այստեղ է որ այսօր հիալուրոնաթթուն, ես կոպիտ ասած ասում եմ մեր մաշկի ջուրը եւ խնամքի միջոցների մեջ պարտադիր է եւ ներարկման տարբերակով պարտադիր է։ Այսինքն երբեմն երբ մենք տեսնում ենք մաշկը չափից ավելի չոր է եւ այլևս խնամքի միջոցը չի օգնում, դիմում ենք խորը խոնավացմանը։ Դա կլինի մեզոթերապիա, դա կլինի բիորևիտալիզացիա, որը շատ լավ օգնում է մաշկին վերականգնելու խոնավությունը, ավելի խթանելու կենսաբանական process-ները մաշկում ընթացող, քանի որ ինչու ենք ասում 25-30 տարեկանից սկսում է ծերացման process-ները, որտեվ այլևս կոլագեն եւ էլաստին չի արտադրում մաշկը։ Եվ մենք անընդհատ պետք է խթանենք դրանց սինթեզը։ Իսկ դա կատարում ենք տարբեր ճանապարհներով։ Երիտասարդ տարիքում խնամքի միջոցներով, այսինքն ամբողջ կյանքի ընթացքում խնամքի միջոցները պետք են, բայց դրանք ավելի շատ մաշկը պահպանում են արտաքինից։ Իսկ ավելի խորը process-ների համար անհրաժեշտ են ավելի խորը միջամտություններ, այսպես ներարկումային, ապարատային եւ այլն։ Եվ վերջին հարցս հետաքրքիր ամբողջությամբ քո դասը։ Ես դեռ անձնական հարցել եմ տալու, եթե դաթարի ընթացքում։ Եվ վերջին հարցս հետաքրքիր է, որքանով է լավ ձեռքերում մասնագիտությունը, որովհետեւ արդյոք երիտասարդները նույնպես հետաքրքրվում են այս ուղղությամբ, որովհետեւ ցավոք կարծես թե նկատում եմ, որ հաճախ կոսմետոլոգ որպես հանդես են գալիս մարդիկ, որոնք բժշկական կրթություն չունեն եւ մի փոքր կարծես թե շատ լղոզված է, չէ՞, սահմանումն էլ, ինչպես նախ զգույշ լինել, ուշադիր ընտրել մասնագետ, ինչին ուշադրություն դարձնել, որ վստահ լինենք, որ ճիշտ մասնագետի ձեռքերում ենք, այսպես ասած, եւ հետո որքանով են հիմա երիտասարդները հետաքրքրված, որքանով են ընտրում այս մասնագիտությունը։ Դա շատ ցավալի թեմա է իրականում, եւ մենք բժիշկներս փորձում ենք պայքարել դրա դեմ, բայց քանի որ դա ընդհանուր է, համատարած է, եւ այսօր ամեն մի գեղեցկության սրահում կատարում են ներարկումներ, իսկ բժիշկ լինելով հանդերձ, մենք ամեն մի ներարկում անելուց առաջ շատ մտածում ենք, շատ բաների մասին, նախ նյութի բաղադրության մասին, նախ ինչի համար, որովհետև նյութի բաղադրությունը եւ ով է արտադրողը, ումից է ձեռք բերել այդ նյութը, դա շատ կարեւոր է, որովհետև երբեմն դիմում են էժանագին նյութերի եւ մտածում են դե լավ, դա կանենք, մենք էլ օգտվենք այդ ծառայությունից, բայց չեն մտածում, որ դրանով վնասում են հենց իրենց այդ էժանության մեջ թաքնված բան կա։ Նյութը որակյալ չէ։ Կոնկրետ ֆիլերների այս բիորևիտալիզացիայի հետ կապված շատ էժանագին նյութերը չեն կարող լինել լավը, որովհետև իրենց մեջ պարունակում են արհեստական նյութեր, պոլիմերներ, որոնք ժամանակի ընթացքում կուտակում են մաշկի մեջ եւ բերում են հետագայում բարդությունների, իսկ լավ մասնագետը ուղղակի իրեն թույլ չի տա վատ նյութերով աշխատել։ Դա կլինի ֆիլերները, դա կլինի բիորևիտալիզացիայի նյութերը եւ դա կլինի բոտուլինոթերապիան, ինչը ամենավտանգավորն է, որ ոչ գրանցված, ոչ դա ժողովրդական լեզվով ասած բոտեքսն է, որ ասում ենք, այո, բոտեքսն է, որը ներարկելուց առաջ բժիշկը պետք է 1000 անգամ մտածի ինչ է ներարկում։ Իսկ բուժառուները պետք է հենց դրանց ուշադրություն դարձնեն բժշկի մասնագիտական, այսպես որակը, կրթությունը շատ կարևոր է եւ ինչ նյութեր է օգտագործում իր համար։ Շատ լավ։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, թեման այնպեսին է, որ դեռ հավերժ կարելի է խոսել, այո։ Երկար կարելի է խոսել, վստահ ենք, որ կրկին առիթներ կլինեն ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու։ Ես հիշեցնեմ, զրուցում ենք էսթետիկ բժշկական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ Գայանե Եղիազարյանի հետ։ Մենք այս պահին մեր հյուրի հետ կլուսանկարվենք, կտեղադրենք մեր Facebook
Գալուքյան էջում, դուք էլ եւս մեկ երաժշտական կատարում վայել եք։ Ես Շատ շուտ ներողություն կվերադառնանք։ բայց արևապաշտպանի մասին ուզում եմ չմոռանալ, քանի որ հիմա ամառ է, ուշադրություն դարձնեն անպայման դրան, բացի լվացվելուց, խոնավացնելուց, խնամքից, նաև արևապաշտպանը շատ կարևոր է։ Կանչեք յարս մտնի պարը, վասեմ բարի, յարը սարժը սաղաշխարը, հայդոն բարի, ջան դոն բարի, կանչեք յարս մտնի պարը, վասեմ բարի, յարը սարժը սաղաշխարը, հայդոն բարի, ջան դոն բարի, վասեմ բարի, հայդոն բարի, ջան դոն բարի, տղա արի, բրնե բարին, հայդոն բարի, ջան դոն բարի, վասեմ բարի, հայդոն բարի, ջան դոն բարի, տղա արի, բրնե բարին, հայդոն բարի, ջան դոն բարի, Քաչածկին ջուրը վասեմ բարի աղջի իմ յանը քոքուրը հայդոն բարի ջանդոն բարի Երե քաչածկին ջուրը վասեմ բարի աղջի իմ յանը քոքուրը հայդոն բարի ջանդոն բարի Վասեմ բարի հայդոն բարի ջանդոն բարի աղջի արի բրնե բարին հայդոն բարի ջանդոն բարի Վասեմ բարի հայդոն բարի ջանդոն բարի աղջի արի բրնե բարի հայդոն բարի ջանդոն բարի Շարակ բերեք չորջղեն, մեր կալերը, ձեր կալերը, թոզերը դու մալեր աման, տովեք իմ սիրած տղեն, մարդս լատի, կեսրս գատի, տալս yaman, մեր կալերը, ձեր կալերը, թոզերը դու մալեր աման, մարդս լատի, կեսրս գատի, տալս yaman, մեր կալերը, ձեր կալերը, թոզերը դու մալեր աման, մարդս լատի, կեսրս գատի, տալս yaman, Տակի մուրը, մեր կարերը, ձեր կարերը, թոզերը դու մարեր աման, աղջի արնեմ կոքուրը, աները սոտի, կենիս գոտի, զոքաջի շաման է աման, մեր կարերը, ձեր կարերը, թոզերը դու մարեր աման, աները սոտի, կենիս գոտի, զոքաջի շաման է աման, մեր կարերը, ձեր կարերը, թոզերը դու մարեր աման, աները սոտի, կենիս գոտի, զոքաջի շաման է աման Կարերը, ձեր կարերը, թոզերը դու մաներ աման Մարդս լատի, կեսրս գոտի, տալես yaman, մեր կալերը, ձեր կալերը, թոզերը դու մաներ աման Աները սոտի, կենիս գոտի, զոքաջը շաման է աման Մեր կարերը, ձեր կարերը, թոզերը դու մաներ աման Մարդս լատի, կեսրս գոտի, տալես yaman, մեր կալերը, ձեր կալերը, թոզերը դու մաներ աման Աները սոտի, կենիս գոտի, յարս yaman է աման Սուրճ կուրսեր առավոտից։
10:46 եթերաժամի վերջին րոպեներն են, ինչից ասես այսօր խոսեցինք, բայց անփոփոխ է այն, որ եթերաժամի վերջին հատվածում մարզական նորություններ ենք ձեզ ներկայացնում, ուրախ ենք հաղթական լուրերով կիսվել, նախ ասենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Bill Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, Հայաստանի շախմատի ֆեդերացիան է այս մասին հայտնում, մասնակիցները մրցել են դասական, արագ եւ կայծակնային շախմատի ձևաչափերում եւ հաղթողը որոշել է 3 մրցաշարերի արդյունքների հանրագումարով Ուրախ ենք, որ հայ մարզիկը շարունակում է փայլել եւ մեզ ուրախացնել հաղթողի իր տիտղոսներով։ Այո, հրաշալի է։ Հրաձգության ոլորտից այն օրն էլ լավ նորություններ հայտնեցինք, մեզ հյուր եկած Հայկը հավաքականը չեմպիոն էին դարձել, կարծես թե էլի նորեր։ Հրաձիկ Այդա Ազատյանն է դարձել երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, այս մասին էլ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունն է հայտնում։ Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթ ունենալով նա որակավորման փուլում 561 միավոր է վաստակել եւ առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում էլ 6-4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին ու նվաճել եզրափակչի ուղեգիր։ Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին 8-6 հաշվով առավելության է հասել մրցակցի հանդեպ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք մեր մարզուհուն եւ նաեւ ֆուտբոլի ոլորտից ունենք լուրեր։ Այո, կոնֆերենցիաների լիգայում Նոան վերջին րոպեներին կարողացավ խուսափել պարտությունից, ֆուտբոլի Հայաստանի փոխ-չեմպիոն Նոան կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել էր Մոլդովայի Զիմբրոյին եւ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով պարտությունից խուսափելով վերջին րոպեներին 43-րդ րոպեին աչքի ընկավ Զիմբրոյի 20-ամյա մոլդովացի հարձակվող Շտեֆան Բիտկան, փոխարինման դուրս եկած ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն 88-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց Զիմբրոյի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը։ Կոստակեին փոխանցում կատարեց 24-ամյա կիսապաշտպան Գոր Մանվելյանը։ Այս նորությունը մեր գործընկեր Newsem Sport-ի կողմից էի կարդում, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին եւ հաջողություն մաղթենք նաեւ Նոային եւ մնացած հայկական ակումբներին առաջիկա բոլոր հանդիպումների համար։ Մենք ձեզ հիշեցնենք նաեւ օրվա ջերմաստիճանի եւ օդերևութաբանների կանխատեսումների մասին, նախ ասենք, որ այս բանի ըստ հեռախոսային հավելվածի 27 աստիճան տաքություն է մեր մայրաքաղաքում։ Եվ օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, խոսքը նաեւ մայրաքաղաքի առանձին հատվածներին է վերաբերում։ Ցերեկը այսօր առավելագույնը կլինի 36 աստիճան տաքություն, երեկոյան 29 եւ գիշերը 23 աստիճան։ Այն մարդիկ, ովքեր մեզ այս պահին հետևում են ավտոմեքենաներից կամ հասարակական տրանսպորտից, վեգա թարմացնենք նաեւ խցանումային նիշը եւ տեսնենք 7 է այս պահին 1 բալով էլ ավելի սաստկացան մեր խցանումները։ Դե այո, եթերաժամի վերջում արդեն սովորաբար այս պատկերն է լինում, կարծես թե փոխվում է, մնում է համբերություն մաղթել բոլոր այն մարդկանց, որոնք խցանումներն են դեռ շարունակում հաղթահարել, կոչ անել մնալ հանրային ռադիոյի հետ, մնացեք 107 եւ 7 հաճախականության հետ, հետևեք մեզ մեր սոցկայքերում, սոցկայքերի մեր էջերում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ սպառեք որակյալ բովանդակություն եւ լավ երաժշտություն։ Իսկ մենք ձեզ լավ ուրբաթ ենք մաղթում եւ բարի լույս։ Եվ ժողովրդական երգերի ներքո էլ հրաժեշտ ենք ձեզ տալիս։ Ասում է ֆաշվաշ նասանի են դու համա կուտիս նողը ասում է ֆաշվաշ նասանի Կազմարդ քիչ չի կանա տեսնի դու նրա
նավասնիս կամանչա նա կազմարդ քիչ չկանատեսնի դու նրա պասնիս կամանչա Ղաստարա լավորերու էդիվն հասնիս կամանչա Քիզինցնիցով կանախլի Աշուղի բասնիս կամանչա Քիզինցնիցով կանախլի Աշուղի բասնիս կամանչա Քանի բուրչանիմ յարքի ղուրբանի Աբա ինչ անիմ Քանի բուրչանիմ յարքի ղուրբանի Աբա ինչ անիմ Արտասու քանի շատ հոգուտանի Յարղադետանի Արտասուհանի շատ հոգուտանի Յարղադետանի Ասիր ջերանի թուղքի սիրանի Յարմատեկանի Մութվաղ շենասով քիզ գովիմ սասով Yaril timazov Mutbaq şennasov Kiskov imsasov Yaril timazov Աշխարհումս իմ անդունիս Բեմուրվաթիս մուրվաչունիս Աշխարհումս իմ անդունիս Բեմուրվաթիս մուրվաչունիս Վարոշնիրը նաբատունիս Ղանդուշակարինը մալիս Վարոշնիրըտ նաբատունիս Ղանդուշակարինը մանիս Dunen hurin isvur Gemi guzafte Çünkü insaf tetir Khapov nazani Pari bir karemut Karafu yusis Şakaki sineman Şapov nazani Pari bir karemut Karafu yusis Şakaki sineman Şapov nazani Tegus kukarşan marklitan Broyi broyi Tegus kukarşan almastan Broyi broyi Yakçimi taçim heratsni kiskuyareme Kiskuyareme Bare bareme Yarçimi taçim heratsni kiskuyareme Kiskuyareme Bare bareme Չիմ քաշվի եկած մահեմեն, ռահիբի տղաց ահեմեն, թեկուզ ռաղամ գա շահեմեն Յարչիմի տաչիմ հերացնի կիսկույարեմեն, բարե բարեմեն Յարչիմի տաչիմ հերացնի կիսկույարեմեն Kiskuyaremem, bare baremem Վարդաջրով թացի սելի թա
քեզ նման դունիս աննման չկա քիզի նման չկա քիզի նման քիզ նման դունիս աննման չկա քիզի նման չկա քիզի նման քիզ նման դունիս աննման չկա քիզի նման չկա քիզի նման քիզ նման դունիս աննման